Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավ իմերելոց, տեսնենք ինչպես նոր երկնքում ու նոր երկրում պիտի բնակվենք։ Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի մարդիկ պետք է լինեք դուք սուր վարմունքով եւ աստվածապաշտ ընթացքով, սпасելով եւ հասնել ջանալով Տիրոջ օրվա գալստյան, երբ հրավար երկինքը պիտի չքանա եւ տարերքը հրկիզելով պիտի հալվի։ Բայց մենք Աստծո խոստման համաձայն աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի, նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։ Մենք սիրելիներս, իբրև քրիստոնյաներ, պարտավորություն ունենք զտված մաքուր կյանքով եւ աստվածպաշտությամբ ապրել այս աշխարհի մեջ։ Աշխարհը հակառակն է կամենում, որ քրիստոնյաներ ապրեն աղտոտ կյանքով եւ անաստվածպաշտությամբ, այսինքն իրենց կենցաղով ու կյանքով վկայեն հակառակը, որ միայն նրանք ունեն աստվածպաշտության կերպարանքը, բայց նրա զորությունից շատ հեռու են։ Մենք իբրև քրիստոնյաներ գիտենք, որ Տերը մի օր պիտի գա։ Մենք այդ օրվան սպասում ենք։ Նրանք, ովքեր որ չեն հավատում, երբեք լուրջ չեն վերաբերվել, այդ օրը նրանց համար անակնկալ։ Մենք քրիստոնյաները սպասում ենք եւ դա շնորհ է մեզ համար, որ Տերը պիտի գա։ Ինչպես պիտի Տիրոջ օրը գա։ Երեք կարևոր պայմաններ կան։ Նախ, երկնքի արքայության հաստատման համար մեր աղոթքները, որով մենք խնդրում ենք, որ Տերը գա իր արքայությունը հաստատի։ Երկրորդ, ավետարանի քարոզչություն ամբողջ աշխարհում, որպեսզի յուրաքանչյուր մարդ լսի եւ հասանելի դառնա նրա համար Աստծո խոսքը, եւ վերջապես ապաշխարությամբ դարձ առ Աստված։ Եթե այս երեք կարևոր պայմանները քրիստոնյանց կյանքում մեջ կատարեն, Տիրոջ օրը պիտի մոտենա եւ մենք ոչ թե անակնկալ, այլ սպասումով պիտի տեսնենք, թե ինչպես է Տերը գալիս նոր երկինք ու նոր երկիր հաստատելու։ Ինչու նոր երկինք ու երկիր։ Այս ամեն ինչ որ հին է, նեխած է, փտած է, մեղքով կորսված է, պիտի վերանա եւ Տերը նոր երկինք ու նոր երկիր պիտի հաստատի, որտեղ պիտի իշխի արդարությունը, որովհետեւ այդ երկնքի ու երկրի մեջ այլևս Քրիստոսը որ Տեր պիտի լինի եւ ինքը պիտի իշխանություն անի։ Եթե Քրիստոս գա ու հաստատի իր երկինքն ու երկիր այս աշխարհի մեջ, մենք մարդիկս այլևս մեղքից մաքրված պիտի լինենք։ Մեր ձգտումը սա է, սիրելիներ, լինել այնպիսի մաքուր, ինչպիսին Քրիստոսը, լինել այնպիսի արդար, ինչպես մեր Տերն է, եւ վերջապես լինել այնպիսին, ինչպես որ Աստված կամենում է, լինենք սուրբ, որպեսզի ինքն էլ բնակվի մեր մեջ։ Այս կոչումով միայն կարող ենք փոխել այս աղտոտված աշխարհը նոր երկինքն ու երկիր դարձնելով, եթե մենք մաքրությամբ, աստվածպաշտությամբ, սրբությամբ կարողանանք մեր անձերը պատրաստել Քրիստոսի գալստյան համար եւ վերջապես Տիրոջ բնակության համար։ Մենք ուզում ենք Տիրոջ ներկայության մեջ ապրել։ Քրիստոս, երբ իր աշակերտներին ուղարկում էր աշխարհ, ասում է գնացեք բոլոր մարդկանց, ասեք, որ ես իրենց հետ եմ ես կյանքի բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը։ Ուրեմն չկա մեկ րոպե, մեկ ակնթարթ, մեկ օր, որ Տերը մեզ հետ չլինի։ Պարզապես մենք ենք մեղքի պատճառով հեռանում եւ կորցնում ենք այն ճշմարտությունը, այն խաղաղ նավահանգիստը, որի մեջ մենք պետք է մեր հավիտենական կյանքը կայանենք։ Դրա համար թույլ տվեք, որ Քրիստոս գա եւ դիպչի ձեզ, սիրելիներ, մաքրի ձեր սրտերը, միտքը, ձեր լեզուն, ձեր մտածողությունը, որպեսզի այս աշխարհի մեջ նոր երկինքն ու երկիր հաստատվի Տիրոջ թագավորությամբ։